Տիկին Ղազարյան, խոսքը ձեր միջոցով նախագահողին եմ ուղղում։ Նախագահողը այս 2 օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստի։ Երեք խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ, այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դալիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։ Ես ուղղակի որպես վերջի անձ, ով ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով եւ աշխատենք կոնկրետ գործերի վրա։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, կարծում եմ շատ լարված եք եւ իսկապես մենք առաջինն ենք շահագրգռված, որպեսզի բարեկիրթ մթնոլորտում անցնեն մեր նիստերը, կարծում եմ ձեր անհանգստությունը այս հարցում ավելորդ է։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, խնդրում եմ ձեզ հարց տվողին փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը, իր հետևում նստած։ Եվ ես բազմիցս եմ կրկնել, եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք, ձեզ հարց տվողը։ Եվ այն մնացածը էլ չշարունակեն։ Բարեկրթությունը միանշանակ պետք է պահել եւ կպահվի հուսով եմ։ Արձագանք։ Միացեք։ Տիկին Ղազարյան, փոխանցեք նախագահողին, որ մինչև դա մենք ականատես եղանք պոետիկ զեղումների, որոնց վերջը կարող է լինել իրապես մտահոգությունը առողջության, առողջապահության ոլորտի եւ այլ ոլորտների մասին։ Սակայն մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել 9-րդ գումարումը 8-րդ գումարման ու չունենալ նոր անվտանգության խորհրդի քարտուղար։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ պետք է ուղղակի սպառնալիքների լեզվով այս պահին չխոսել, բնականաբար առաջարկում եմ ուղղակի սադրանքների չդիմել, որպեսզի հետո հետևանքների համար պատասխանատվություն չկրել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, ասեմ ձեզ կրկին անդրադառնալով ձեր հարց տվողի թեմային, նախ իրապես շատ լավ, որ մենք ունենք անվտանգության խորհրդի նոր քարտուղար, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել պարոն Սիմոնյանին, անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ։ Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին, ես կարծում եմ ձեզ հարց տվող հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացրած խմբակցության տարատեսակ պոետներով եւ ճարտար լեզվի տիրապետողներով, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է. պոեզիան կամ ընդունելի է, որպես որևէ բան հասկացնելու միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները, այդ թվում ձեզ հարց ուղղող գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտածածին կերպարների հետ։ Եթե ընդունելի չի, ես հորդորում եմ ձեզ հարց տված հարգարժան պատգամավորին, իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին բոքսի տանձիկ չեն, բացարձակ իրանք բոքսի տանձիկ չեն եւ ես կհոգամ, որպեսզի բոքսի տանձիկի չվերածվեն ստեղ, հորդորեն, որ այդ պոետիկ իրանք զեղումները իրանք տանը գնան, բան անեն, պատմեն իրենց բարեկամներին, բայց ոչ հանրային տիրույթում։